Աղջիկներս մի անգամից եղանակը փոխվեց, անենց ուժեղ քամի, անենց ցուրտը մեքենայով եք Արսենից վերցրեցի, դե Գյորգին աշխատանքի է, ոտքով չէի կարող գալ, որովհետև ահավոր ցուրտ էր։ Հիմա գնում ենք խանութ, ինչպես միշտ, տղուս տանում եմ խանութ, ինքը սովորել է, որ ես եմ գալիս իր հետևից, պետք է ես պարտադիր տանեմ խանութ։ Եկա հասամակապարտեզ, արդեն բարձրացել եմ, որ վերցնեմ, տեսնեմ կակաո։ Ինչ էր խմում Արսեն, չայ? Չայ էր խմում, թե կամպոտ? Չայ։ Չայ բուլочкով խմում եմ, մեկ է պատոշից ինձ ասեմ։ Ասի սպասում, հանգիստ խմի։ Մի 15 րոպե սպասեցի, մինչև վերջացրեց հանգիստ։ Ասում մոշն է դամոյ։ Ասի գնա պիժամոտ է վերցրու, պալես նորալի։ Գոնձս։ Ոտեմ քեզ։ Ինչ։ Դե մոստր։ Ոյ, ոտս ճուկ անցա։ Գնաց քեզ։ Մեզ ճանապարհ են տալի, մենք էլ իրանց ենք տալի։ Ոնց եք, աղջիկ երղեկին։ Շատ շնորհքով են, չգիտեմ, մեր այս գյուղի ժողովուրդը մեկից լավն են։ Ծառները ինչ լավ ծաղկել են։ Կարևորը մառոշ չլինի, կարկուտ չլինի։ Բերք հավաքենք։ Հա ջան։ Շուշու տարի բալես, Էլինային աղջիկեք ջան, մի կերպ վայ մերնեմ ես քու սրտին, օրո գիտեք չէ, վրեն ջղայնանում եմ, ասմա ես քեզ ծաղիկ չեմ նվիրելու, հենց իր սրտով ինչ-որ բան անում, ասմա ես քեզ ծաղիկ եմ նվիրելու, իսկ աշարում է, էլի հոտ քաշեմ, վայ մերնեմ ջանի տորսեն, դուր, մինչև տուն հասնենք, մի բուկետ ծաղիկ կհավաքեմ տղայիս կողմից։ Էլինայիս աղջիկեք ջան, միջև լողացրեցի, մազերը մի թեթև չորացրել եմ ու քնացրել։ Հիմա Էրիկս Էլինայիս մոտ, անձրև եկավ, մտնենք արագ բուսայուղ առնենք ու տուն գնանք, որ ձեթը վերջանա, այդ ուղղակի անհնար այսքան ժամանակ, դեռ ձեթը չէր վերջացել։ Ուզում եմ սալատի մեջ լստեմ, ձեթ չկա։ Շուշու տարի բալես, անձրև է գալիս։ Հետո պետք է խոզերին գնամ կերակրեմ ու անցնենք տուն։ Տեսնեք ինչքան շարժ կա աղջիկեք ջան։ Արի բալես։ Ջան, ասա։ Նստեք, ես գնամ կամ, հարաշո։ Աղջիկները սերեխուսում բերեցի, ստեղ տակավ եմ վերցրել, բուսայուղ և երեխեքի համար պիժամոները տանեմ լվանամ ծաղիկս։ Աստեղ Արսենի հագուստներն է, ես է լվանալու, տանեմ լվանամ, հիմա չեմ լվանում էլի, գնամ կամ խոզերին կերակրեմ, կամ մի հատ կոֆե խմենք հանգիստ ու տեսնենք ինչ ենք անում։ Աղջիկներս երեխեքը հաց կերան, իրանց համար խաղում են, մաման էլ ինչ անում, համ հաց է սարքում, համ էլ ասեց մի հատ կոֆե տնեմ, մի արետ կոֆե խմենք, ինչ կլինի, որ ինչքան ժամանակա կոֆե չեմ խմել, առավոտյան կոֆեն ա եղել, որ ձեր հետ խմել եմ ու անցել գործի, հետո Արսենին տուն բերեցի, դրսի գործերը վերջացրեցի եկա, երեխեքը հաց կերան, աման չաման լացի, նույնիսկ չեմ դասավորել, ասեցի գնամ մի քանի րոպե հանգստանամ ու նորից հետ գամ։ Հետո մտքովս կոֆե անցավ, ասյամ նճակ մի հատ կոֆե դի, աղջիկեքիդ հետ կոֆե խմի ու վերջ, այսօր
Դուրսը ցուրտ է, չենք կարա տանից դուրս գանք, անձրև, քամի, փոթորիկ, միատահավոր եղանակ կա։ Տանն էլ այտենց գործեր չունեմ անելու։ Ինչ գործեր որ կա, այսօրվա համար չի։ Այսօր ինձի հանգիստ է, աղջիկեր ջան։ Չգիտեմ, երեխեքը մաննի կուտեն, մաննի եփեմ։ Կաթ ունեմ պահած, բայց կակաո եմ արել բերել, ուզում եմ շոկոլադնի, սենց ինչ-որ տորտ խեմ։ Պանչո եմ ուզում հիմնականում խեմ, առավոտվանի պանչոն այսպես ուղեղում ես, տեսնենք, մեստը թխեմ, կրեմը ասխիկս ասեց ինչ ձև անեմ, որ ավելի համով եղնի պանչոյի համար, աղա ճաշի ավելացնեմ, ջրալի ճաշ եմ եփում։ Արդեն եփված է։ Փրկում է։ Անմահական ճաշ։ Այստեղ երեքը մեկում կոֆե չունեի, շեղ վերջացել է, կակաո ունեմ, բայց դե կակաո չեմ ուզում։ Պատմեք տեսնեմ ինչ եք անում աղջիկեր ջան։ Դուք ինչով եք զբաղված։ Բամ։ Վերջապես ստացվեց իրար հետ նստենք կոֆե խմենք հանգիստ։ Հիմնականում միշտ կոֆեն դնում եմ, այդ պահին արդեն անցնում ենք հաջորդ թեմայի։ Այսինքն թերթվում է, հա, տեսահոլովակը։ Բայց արդեն ոնց որ սովորել եմ ձեր հետ սենց նստեմ կոֆե խմեմ, այս ժամանակ էլ էի նստում, կարող եմ մեկնաբանությունները կարդամ, իմ հրաշք հետևորդների մեկնաբանությունները, որ կարդում եմ երեխեք, այսինքն ձեր էլի, չեք պատկերացնի ինչքան էներգիա եմ վերցնում, ինչքան եմ ուրախանում, ու այսպես ավելի սենց ոգևորված նկարահանում եմ։ Ինչքան է որ խառը լինեմ, դժվար լինի, չգիտեմ, ժամանակ չունենամ, միշտ ժամանակի մեջ տեղավորվում եմ, ողում մազերս ներկեմ, ինչքան է եկե, միշտ մեկ վերջի անգամ երբ ներկեցի, իսկան արդեն աճել է, չորկարի չեմ կտրելու, բա սիրուններս այդպիսի բաներ, վերջին լվացքս է պտտվում։ Աղջիկներս մեր մոտ ժամը 9 է եւ երեխաներով այս նկարն ենք հավաքում, ասում եմ Էրիկ ջան, միջև վերջացնենք, արդեն նոր տարին կդիմավորենք։ Շատ երկար տևեց իդեպ այս նկարի հավաքումը, բայց իսկապես ժամանակ չի լինում, որ գոյնե օրվա մեջ 1 ժամ նկարին տրամադրենք։ Բայց ամեն դեպքում երբ պարապ ենք մնում, փորձում ենք նկարով զբաղվել։ Բարի առավոտ աղջիկներ ջան, մեր մոտ հիանալի եղանակ է այսօր, վլոգը սկսված է, հələ նայեք ինչ ընտիր եղանակ է աղջիկեր ջան, վերջապես արևա բացվե, ես է ջուլբազը, պրիվետ, պոչը թապատալի, հլնդե, հա, հլնդե, յա, էլ ինչ կուզես, կոֆե եմ խմում, մի խոսքով սիրուններս, մեզ բոլորիս հիանալի խաղաղ օր եմ մաղթում։ Աղջիկներ ջան, քանի որ արդեն հայտարարել եմ, որ սկսում ենք նիհարել 1 ամիս, սպասեք դուրը բացեմ, առավոտ շուտ, ժամը 8-ին
Խմում եմ 200 գրամ սովորական տնական ջուր, ոչ սառը վիճակում, պետք է լինի սենյակային ջերմաստիճանի։ Հետո տենց կես ժամ հետո նոր արդեն մի հատ սուրճ եմ խմում ու նորից կես ժամ հետո նորից ջուր եմ խմում ու արդեն պետք է անցնենք հաց ուտելու։ Եկել եմ մաղադանոց հավաքեմ։ Արդեն ամսի 1-ից ընթացքը կնկարահանեմ, կտեղադրեմ, որովհետև արդեն շատ աղջիկներ գրում որ Աննա ջան, ես էլ եմ ուզում նիհարել։ Շատ հետաքրքիր կլինի քո հետ նիհարել, ինձ էլ հետաքրքիր կլինի, նաև մոտիվացիա կլինի, այսպես սկսածս գործը կիսած չի մնա։ Ես սկզբում այնտեղ ոնց էր Սաբշստվայի բաժնում կտեղադրեմ, ինչ պետք է ուտեք հաջորդ օրվա համար, այսինքն ինչ անհրաժեշտ որ դուք նախորդ նախապատրաստվեք, որպեսզի հաջորդ օրը արդեն սկսեք նորմալ սնվել։ Կրկնում եմ, ժարի տարած ոչինչ չի լինելու, պետք է ամեն ինչ լինի շոգ է խաշված վիճակում, այսպես ծվածեղը նույնիսկ եթե ձուն ծվածեղ եք անում, ձեթով չեք անելու բուսայուղով։ Այս տեսակներ մաղադանոսը հոտ քաշեմ, հա։ Օգտվելու ենք շատ բանջարեղեններից, մրգերից, ոչ շատ, բայց այդպես ենք սնվելու էլի առողջ։ Ինչ ընտիրո։ Բայց ես չի թողնում, որ մաղադանոսը առաջ գա։ Լինելու ենք ակտիվ, ինչպես որ սնվում ենք առողջ, նաև պետք է լինենք ակտիվ, այսինքն չենք ուտում, չենք պարկում, ուտում ենք ու պետք է պարտադիր քայլենք, վազենք, վազելն ասելով, եթե ասենք տեղ ունեք վազելու, կարող եք առավոտյան ժամը 7-ից վազել։ Հիմա գիտեք, ստեղ կարևորը ինչն է, ինչը որ չենք կարել մեր օրվա ընթացքում, պետք է փոփոխենք, պետք է սկսենք անել։ Չենք կենտրոնանում քաշի վրա այդ մեկ ամսվա ընթացքում։ Առաջին օրը կշռվում ենք, նկարում ենք մեր կազմվածքը եւ վերջ մոռանում ենք մեկ ամիս կշեռքի մասին ու մոռանում ենք անընդհատ մեզ հայլում տեսնելու մասին։ Եթե այդպես սկսեք ու այդպես անեք, միգուցե ոչ մի բան էլ չփոխվի։ Դրա համար պետք է ամբողջովին ձեր ուղեղը հանգիստ լինի։ Կարևորը սնվում եք առողջ, շատ շուտ, եթե քաշ եք գցում, այդ շատ վտանգավոր է եւ հավանականությունը մեծ է, որ նորից այդ քաշը հետ կվերադառնա։ Այդ իսկ պատճառով պետք է ամբողջովին լինեք հանգիստ։ Փոխելու ենք մեր ափսեները, ճաշ ուտելու ժամանակ, հաց ուտելու ժամանակ, չափաբաժինները եւ այլն։ Ընթացքը արդեն կնկարահանեմ, եթե իսկապես տեսնեմ ցանկանում եք, միանշանակ ձեր հետ կկիսվեմ, եթե ոչ, ես ամեն ինչը կսկսեմ ինքս մենակ, այնպես որ ամեն ինչ լինելու է անվճար, ուղղակի ես նիհարում եմ առողջ սնվելով, ակտիվ կյանք վարելով, ձեզ էլ կարող եմ այսպես մոտիվացնել, որ դուք էլ սկսեք եւ վերջում ստանաք ձեր ցանկացած կազմվածքը, ինչպես որ դուք եք ուզում։ Դեղահաբերներ, ոչինչ չի լինելու։ Ես ինքս էլ դեմ եմ դեղերով նիհարելուն, որովհետև այդ դեղը մի բանին օգնում է, մի այլ բան փչացնում է էլի օրգանիզմում։ Օրգանիզմն դե գիտեք, որ ասում է խաղալիք չի, փորձարկման դաշտ չի, որ ամեն ինչ փորձել, հացքում կիմանաք։ Ես արդեն երեկվանից եմ սկսել, ժարինի ոչինչ չեմ ուտում, սպիտակ հաց կարող եք ուտել, ուղղակի շատ քիչ չափաբաժնով, կարակ կարող եք ուտել շատ քիչ չափաբաժնով, սուպեր ենք պատրաստելու, տավարի մսով կոտլետներ ենք անելու, կոլոլակներ եւ այլն։ Նախապես նախապատրաստվում ենք, որպեսզի սառցեխցիկում ունենանք այն ամենը, ինչը որ մեզ անհրաժեշտ է։ Հավի կրծքամիս եւ այլն։ Պետք է գնանք գնումների։
մոտավորապես 1 շաբաթվա սնունդը ապահովում ենք ու արդեն անցնում ենք գործի։ Չեմ կարող ձեզ ասել, երաշխավորել, որ ուղիղ 1 ամսում կկորցնեք 15, 20, 30 կիլոգրամ, բայց եթե այս խաղի ինձ հետ շատ ճիշտ խաղաք, միանշանակ կկորցնեք ավել կիլոգրամները։ Կարևորը հավատն է ինքներդ ձեր հանդեպ, կամքի ուժը և վերջ։ Գործը կարելի է համարել սկսված։ Քանի որ ես ինքս իմ վրա վստահ եմ, որ ես կարամ տեսնեմ, բայց չուտեմ, ես սկսում եմ։ Եվ ձեզ էլ նույնը խորհուրդ եմ տալիս, դուք էլ սկսեք ճիշտ սնվել, առողջ սնվել, այդ ֆաստ-ֆուդներ, շաուրմա, խորոված կարող եք ուտել ոչ ամեն օր իհարկե, բայց չափաբաժնով էլի։ Ձեզ մեկ զրկի ոչնչից, ինչ էլ ուտում եք, եթե շատ ուշ է մարսվում, առավոտյան կերեք և իրիկունները շատ թեթև չափաբաժնով եք ուտում, այն ամենը, ինչը որ ուզում եք ուտել, որ շուտ մարսվի, էլի հասկանում եք, եթե ինքը ուշ մարսվեց, արդեն ինքը ձեզ բերելու է ավելորդ քաշ։ Դուք քնած տեղը գրամ պետք է ավելանաք ու չեք հասկանալու, թե ինչից այդպես եղավ։ Հեռու եք մնում սեմուշկաներից, արևածաղիկից, ընդեղ եք շատ օգտագործում, դե արդեն ընթացքը վլոգներում ցույց կտամ։ Եթե իհարկե տեսնեմ լավ ակտիվ եք, եթե ակտիվ չլինեք, միանշանակ ես ձեզ ոչինչ չեմ ներկայացնի։ Համ քախան արեցի, համ ասեցի այն ինչը որ պետք ասեի։ Հիմա գնում ենք առավոտ շուտ, ու արդեն շուտ չի, ժամը 10:20 պակաս, պետքա գնանք հաց ուտելու, թեթև սնունդ։ Նույնիսկ ով ժոկ ունի հետը յուղերից, նույնիսկ ժոկը կբուժվի, ժոկ են ասում, ժոկ և ինչեր, ստամոքսի, ինչեր գաստրիտ, հա, արդեն քիչ-քիչ եսպես կբուժվի։ Եք ստեղ տնեմ։ Ես հատուկ իմ մոտ 30 օրվա այսպես գրված չափաբաժիններ ունեմ, ինչ պետք է ուտենք, ժամը քանիսին պետք է ուտենք և այլն։ Այնպես որ ամեն ինչ կանոնի տակ է լինելու աղջիկ ջան։ Այսօր պատրաստելու եմ ոսպո և բրինձով փլավ, այսինքն հենց հիմա եմ պատրաստելու, մի հատ ոսպը մաքրում ենք, քանի որ իմ երեխեք արդեն սկսել են ոսպ ուտել, ես ինքս շատ եմ ուրախացել ու հատկապես ոսպով ապուրը, որ պատրաստել տավայի մսով, սենց յուրահատուկ ձև են ուտում ու այնքան եմ ուրախանում, չեք պատկերացնել։ Ժամանակին իրանք չէին ուտում։ Իսկ հիմա նույնիսկ արդեն դա բավկա են ուզում։ Այնպես որ փոխեք ինքներդ ձեր սննդակարգը և ավտոմատ երեխեքն էլ կդիտեն ինչպես դուք եք ուտում, իրենք էլ կուտեն։ Մեր օրինակով պետք է, հա, մենք մեր երեխեքին այսպես դաստիարակենք։ Սնունդում էլ իհարկե կա դաստիարակություն, պետք է չափեր դնել երեխու առջև, որ շատ չչաղանա, ավելի ճարպեր չհավաքի, այսինքն ուտում են չիպսեր, չգիտեմ, ես չեմ ասում իմ երեխեքս չեն ուտում են, բայց ամիսը մեկ անգամ, ոչ ամեն օր,
Քաղցրնել արդեն սահմանափակում եմ, առաջ անսահմանափակ էր, ես ինքս էլ հասկանում եմ, որ սխալ եմ արել, խանութ էին գնում, մենակ 1 կիլոգրամ, 2 կիլոգրամ շոկոլադ էի բերում, երեխեքիս կերակրում, չմտածելով, որ վտանգում եմ իրենց առողջությունը, իսկ հիմա արդեն այդ շատ բարդ գիտակցում եմ ու փորձում եմ շատ քիչ կոնֆետ գնել, որպեսզի երեխեն տանը տենալ կա, բայց ինչ-որ միտեղ տանես, կոնֆետը տենա չթռնի այդ կոնֆետի դեմքին, մտածեն չի տեսել, չի կերել։ Դրա համար էլի առնում եմ, բայց շատ քիչ, ուշ եմ էլի առնում, ես ձև ասեմ։ Ինչքան հնարավոր է առողջ կպահենք, ինչքան մինչև իրանք մեծանան, իրանք ընտրեն ինչ են ուտում, ոնց են ուտում, քանի դեռ փոքր են, մենք ենք հա ընտրում։ Ինձ չեմ խոսում, հետևորդներս հետ եմ խոսում։ Հա? Մտածին խելքս թռցրել է։ Վերջն է եկե, հա? Ինչ ես խոսում։ Հա? 75։ Հələ դու կշռվի։ Ասում է կշռվել ես։ Բեռնաթափումից հետո պետք է կշռվես, որ տեսնես։ Հələ դու քանի կիլո ես։ Գնանք Գյորգիի քաշը ֆիքսենք։ Իրականում 75 չեմ, 67 կիլոգրամ եմ։ Ու ես պետք է դառնամ 59, ամենաքիչը 60 կիլոգրամ։ Ինձ անհրաժեշտ է ընդամենը 5 կիլոգրամ գցելը։ Ես շատ նիհար չեմ ուզում։ Փագի, հա, Էլինա ջան դուռը։ Հա։ Աջան։ Դա, ինչ ասարկում մաման։ Հա։ Մաման ինչ այփում։ Չգիտես։ Ով գիտի։ Ով գիտի։ Էլենան չգիտի մաման ինչ ասարկում։ Եփում ենք այնքան, մինչև ոսկոլարը եփվի։ Բրինձն առանձին ենք եփելու։ Անամոյ, da. Anadeh, da. Anadeh. Սա բարև ձեզ։ Ոնց ես։ Կամանց բացի, ջուրը բրեկ չգնա։ Da. Դա։ Դե լից, ջուրը լից ու իջի տեղից, մամանամանները լվանա, հա։ Da. Դե ջուրը փակի, ապրես։ Դե իջի մաղջիկ։ Mama, badi da. Հա, իջի։ Հա։ Քանի։ 75։ Հա։ Չես հավատը։ Aji. Ճիշտ էլ անում ես, որ չես հավատը։ Այդ որտեղ ես ընկես սոֆեչկա։ Ծաղիկ էիր քաղել։ Բաները ճայրը։
София, зачем ты выпускаешь? Մարիան տանից չի։ Адика! Ասի մի քիչ բանան է հետ։ Адик, мама! А цветочек? Адик, моя уя! Մարիան ընդեղ է։ Не надо? Բա։ Երեք այն շորնով բերել եմ։ Հա։ Բանամ։ Հա, այդ ուր ես գնում Սոֆիա։ Արիլա։ Саша, зачем ты выпускаешь Софию? Akçe tane kire, netse kire sova edelim bak. Bizim bu kosko. Bağları kaçmışlar ya, kuda kiri oldu tabii. Եկա գործ կանյուտիկ։ Зачем ты выпускаешь? Պիոնները արդեն կոկոմել է։ Ոնց է ընկել Սոֆաչկան։ Սոֆա։ Բերեցիր չան, օպրի մողջիկը, օպրի, նյամ անես։ Դա։ Բաց վիրանդ։ Օպրիս։ Հայ Սոֆիա։ Համովա։ Հա։ Մանայն ասմա, վայ։ Maman սոված է պահել, արի հարսիկը տա, արի։ Կան չէ, տենց հատուկ կան անդամներ, որ տենց մարդ կա չէ, որ հատուկ ուզում ասի, անցի երեխուն կերակրի։ Բանել եմ, որոշել եմ սուր եպեմ։ Հնաց ուստեղ խոն քորոսն տղլի է շողոստի։ Ես ադամ քանիսա կզանգեմ, եթե գուզես կբերեմ։ Քալամ սիպերը Մարիասնես լավա տիշիտանը։ Լավա։ Ես էլ աուդեմ։ Ася, почему Мария не идет, когда я Մարիան։ Կրուտնի բանման պետք չի դա։ Չէ, ունեմ դենց են այ աշկի մեջ ու մագարոն։ Արի Սոֆիա։ Մեծ 4 կիլոյի չափ։ Հա։ Քո խալաձենիկն էլ եմ խալաձենիկի օրին։ Ես մածուսը թթվել եմ, յուրասի Աղջի մա բացի չբերիր բանը։ Մերան չկա թթվել էր, սրանք փլաֆերեցի չկան էր լծել դրեն, մի բան եմ։ Այ Սոֆիա։ Էրիկ, այնտեղ քանի ոգի եք, անտար երեխեքին տուր, հա ազես։ Ася, ես չեմ ուզում ստեղ։ Արի սով։ Արի նամ Լծեցիր էսի սարկի վերջիս են խմորից մնացել էր, մի քիչ սարկեմ, երեկվա ճաշը կերան էր դսով։ Եկեք երեխեք ջան, կոֆե խմենք։ Արի։ Ամամամամամ։ Վայ։ Գիտես ինչքան աղջիկ են միանում մեզ մարապոնին։ Մի հարելու։ Առավոտ Գյորգին ասում է քանի կիլո ես, ասի 85։ Ասում ալա շուշ 800 քանի կշերքի։ Իրանից մի կիլո նիհարեմ, հələ որ տեղ ունեմ մեծանալու։ Ասում է երեք որտեղ է YouTube-ը մեր ասում է որ տղամարդ որ փոր ունի, տղամարդ կոչվել իրավունք չունի։ Վերնակիրը տենց էր գրած։